Ինչու էր Հիսուսը առակներով խոսում։ Ավետարաններում հաճախ տեսնում ենք, որ Հիսուսը մարդկանց հետ խոսում էր առակներով։ Եվ շատերի մոտ հարց է առաջանում. եթե նա ուզում էր, որ բոլորը հասկանան իր խոսքը, ապա ինչու չէր խոսում ուղիղ եւ պարզ։ Պատասխանը հենց ինքը Հիսուսն է տալիս։ Աշակերտները մոտեցան եւ ասացին նրան. Ինչու ես առակներով խոսում նրանց հետ։ Հիսուսը պատասխան տվեց եւ ասաց նրանց. Քանի որ ձեզ տրված է իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված, որովհետև ով ունի, նրան ավելիով կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ Դրա համար եմ առակներով խոսում նրանց հետ, որովհետև տեսնելով չեն տեսնում, լսելով չեն լսում եւ չեն հասկանում։ Այստեղ Հիսուսը բացատրում է, որ ոչ բոլոր մարդիկ էին իրականում փնտրում ճշմարտությունը։ Շատերը պարզապես լսում են հետաքրքրությունից, հրաշքներ տեսնելու կամ նրա հետ վիճելու համար։ Բայց Հիսուսին պետք էին ոչ թե պարզապես լսողներ, այլ մարդիկ, որոնք իսկապես կփնտրեին, կհետաքրքրվեն եւ կցանկանային հասկանալ։ Առակները հենց այդ նպատակն ունեին։ Մակերեսային գործող մարդը լսում էր պատմությունը եւ անցնում առաջ, բայց փնտրող մարդը կանգ էր առնում, մտածում, հարցնում եւ սկսում հասկանալ ավելի խորը իմաստը։ Հենց այդպես եղավ առաքյալների դեպքում։ Մարդիկ լսեցին նույն խոսքերը, բայց միայն աշակերտներն էին մոտենում Հիսուսին եւ ասում. «Բացատրիր մեզ»։ Եվ նրանց համար Հիսուսը բացում էր առակների իմաստը։ Աստված չի պարտադրում ճշմարտությունը մարդուն։ Նա ցանկանում է, որ մարդը ազատորեն փնտրի այն։ Եվ հենց դրա համար էր Հիսուսը խոսում առակներով, որ ճշմարտությունը բացվի ոչ թե անտարբեր աչքերի առաջ, այլ այն սրտերի, որոնք իսկապես փնտրում էին Աստծուն։